Օր երկրորդ Երևանում Ֆրանսիայի նախագահը դարձյալ առավոտ կանուխ վազքի է դուրս եկել։ Մինչև Մակրոնը շրջանը կավարտեր ու հետ կգար հանրապետության հրապարակ, հյուրանոցի տարածքում մարդիկ էին կենտրոնանում, սպասելով նրան։ Ֆրանսիայի նախագահը հասավ թե չէ, նրան առաջինը մոտեցավ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողի հայրն ու այս կարգավիճակով բոլոր ծնողների անունից իր ձեռքով նամակ փոխանցեց Էմանուել Մակրոնին։ Մակրոնն ըստ Լիպարիտ Թովմասյանի իրեն ասել է, թե կզբաղվեն այս հարցով։ Մինչև եվրապաշտոնյաները Երևան քաղաքական համայնքի գագաթնաժողովին կհասնեին, հիշեցնեմ, հայաստանյան շուրջ 30 իրավապաշտպան կազմակերպություն էլ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լայենին եւ Միության խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային էին նամակ հասցրել, կոչ անելով աջակցել Բաքվում ապօրինաբար պահվող քրիստոնյա հայ գերիների ազատարձակմանը։ Քաղաքասարակությունը շեշտել էր մեջբերում նամակից, նման աջակցությունը դառնում է ավելի հրատապ հաշվի առնելով Ադրբեջանի պաշտոնյաների խորապես անհանգստացնող հայտարարությունները, որոնք ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին վերադարձնելու մտադրություն նրանք չունեն։ Քաղաքասարակությունը բազմիցս վերահաստատում է, որ մարդասիրական հարցերի լուծումը դա վստահություն ստեղծող, վերականգնող միջոցառում է, առանց որի հնարավոր չէ հասնել խաղաղության։ Ընդ որում ժամանակային պատահական համընկնմամբ նույն օրը, երբ իրավապաշտպանները նամակը ստորագրեցին եւ Բրյուսել ուղարկեցին, Եվրախորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձև ընդունեց Ադրբեջանի իշխանություններին կոչ անելով առանց հապաղման ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ պահվող մյուս անձանց, ինչը կօգնի վստահություն ձևավորել երկու ժողովրդի միջև։ Այսինքն ըստ էության Եվրոպայի օրենսդիրը նախ արձանագրեց, որ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում սա դեռևս չլուծված խնդիր է, ապա նաեւ հաստատեց այն, ինչ իրենց նամակում պնդել էին հայ իրավապաշտպանները՝ գերիների ազատ արձակումը վստահություն կձևավորի։ Այն, որ եվրոպական բանաձևը լարելու էր Ալիևի նյարդերը, դժվար թե հաշվարկած կանխատեսած չլինեին եվրապադգամավորները։ Ադրբեջանի իշխանություններն առաջին իսկ պահից ասլան կտրեցին ու կասեցրին օրենսդիր այս պալատի հետ իրենց համագործակցությունը։ Հետո նաև Ալիևը Երևան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին տեսակապի ժամանակ հիշեց այս փաստաթուղթը, նեղսրտեց, խրտնեց, թե իրենց թիրախավորել են։ Ադրբեջանի նախագահը դարձյալ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը հանցագործ անջատողականներ կոչեց, արտահերթ խոսքի իրավունք խնդրեց Եվրոպական խորհրդարանի նախագահը։ Ես կցանկանայի արագ արձագանքել, ընդգծելով, որ Եվրոպական խորհրդարանը ուղղակիորեն ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է։ ԵԽ բանաձևերն ընդունվում են մեծամասնության կողմից եւ դրանց արդյունքները գուցե անհարմարություն է ստեղծում շատերի համար, բայց մենք երբեք չենք փոխի մեր աշխատակարգը եւ այն դիրքորոշումները, որոնք որդեգրել ենք։ Եվրոպացիներն իրենց դիրքորոշումներից չեն հրաժարվում, իսկ անցնող օրերի երևանյան քաղաքական մեծ քննարկումների սեղանին Հայաստանը դրեց այս հարցը։ Հրապարակային հայտարարություններ չեղան, իսկ փակ քննարկումներում փոխարտգործնախարարն ասում է, դրանք հստակ թեմատիկ ուղղություններով էին՝ ժողովրդավարական դիմակայություն, հիբրիդային սպառնալիքներ, հաղորդակցություն, էներգետիկա ու կանաչ փոխակերպումներ։ Մշտապես ամենաբարձր մակարդակով բարձրացնում են հարցերը, որոնք հումանիտար բնույթ ունեն, բայց նաև վերջին 2-3 տարիների փորձը ցույց է տվել, որ ադրբեջանական կողմի հետ երկկողմ բանակցություններն ունենք էֆեկտիվ են եղել եւ ըստ էության արդյունք է տվել։ Փաստացի Երևանի հաշվարկներն այլ տրամաբանությամբ են։ Հիմա իշխանությունները կենտրոնանում են ուղիղ բանակցությունների վրա, իսկ այդ մոտեցումն ըստ մասնագետների ենթատեքստում նաև ընդգծում է, որ նույնիսկ ամենաբարձր հարթակներից հնչող ձևակերպումները չեն երաշխավորել կոնկրետ արդյունք։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։